Հայր ջան, բարև ձեզ, ամսի մեկից հետո, մայիսի մեկից շատերն են գրում, հարցնում, որ տեղեկություն չկա, ամսի մեկին ինչ եղավ, չգիտենք, ուզում ենք իմանանք եւ այլն։ Ամսի մեկին եղավ շատ բան իրականում։ Ես հիմա կարճ ամենակարևոր բաների մասին կասեմ, ինչը համ դարձավ հայտնի ամսի մեկին, համ ինչը արդեն հայտնի էր հաստատվեց։ Որից հետո միասին կհասկանանք այսօրվա ընդդիմության ձևականությունը իրենց իմպիչմենտներով ու չգիտեմ ինչերով ու նաև կասեմ հետագա անելիքների մասին։ Ուրեմն արանքում իհարկե չանտեսելով այն ադրբեջանցիներին, ովքեր ամեն կերպ փորձեցին ծաղրել հայրենասիրությունը ու դեմ խոսալ վերածննդի շարժմանը։ Ամեն ինչ հերթով։ Ուրեմն ամսի մեկին հայտնի դարձավ, որ շատ մարդիկ կարան խոստանան, որ իրանք պատրաստակամ են, որ իրանք պատրաստ են հանուն հայրենիքի գնալ քայլի, լինել միասնական, գալ միանալ եւ այլն, բայց երբ որ պահը գալիս է, իրանք չկան։ Նման մարդիկ հայրենիքի զինվոր անվանվել չեն կարող, նման մարդիկ առհասարակ իրանց խոսքի տեր, իրանց չգիտեմ, մարդիկ են ովքեր այդքան էլ դեմ չեն երևի Նիկոլին, չգիտեմ ես ոնց բնութագրեմ, ամենևին ցանկություն էլ չունեմ, որովհետև ես գիտեմ բնութագրությունը միայն նրանց, ովքեր պատրաստակամություն հայտնելուց հետո նաև ցուցաբերում են, ցուցադրում են այդ պատրաստակամությունը պայքարի, որքան էլ դա լինի շարունակական։ Այդ մարդիկ իրական հայեր են, իրական իրանց խոսքին տեր, իրականում պայքարի պատրաստ, ոչ թե միայն մեկնաբանություններում, զանգերով կամ, չգիտեմ, զուտ խոսքերի վրա։ Ասել եմ մի անգամ էլ կկրկնեմ, մի տարվա չափ, անցած տարվա մայիսից մինչև հիմա, այսինքն արդեն չէ դե, համարները մի քիչ մի 10 ամիս, 11 ամիս տրվեցին, ու այդ 11 ամսվա մեջ զանգելա ես մի անգամ ասել եմ, հիմա նորից եմ կրկնում, որպեսզի ավելի հստակ ու պարզ լինի բոլորի համար, թե ինչը մեզ ստիպեց դուրս գալ ու ինչ է իրականում կատարվում։ Զանգերի քանակը 39 քանի հազար, համարյա քարես կլորացրեց, ասում եմ 40,000, որովհետև մոտ է, մի քանի 100 հոգի պակաս։ 40,000 զանգի անգամ 10%-ը իր խոսքին տեր չեղավ։ Իսկ այն մարդիկ, ովքեր համ զանգեցին, համ ներկայացան, ամսի 12-ին ապրիլի, բացի խորապես ու անեզր շնորհակալ լինելուց, ուրիշ ոչինչ ասել չեմ կարող ու նաև կավելացնեմ, որ մեր պայքարը չի կարող ավարտվել, ես ասել եմ, որ վերածնունդ լինելու է։ Թող ոչ մեկ չկասկածի, ոչ մեր թիմի հնարամտության վրա, ոչ խիզախության, ոչ էլ մտքի առհասարակ։ Տարիներ շարունակ ովքեր հետևում են բոլորին ու ոչ միայն հետևում են, այլև կարողանում են հետևություն անել, կհաստատեն, որ մի ամբողջ քաղաքական դաշտի համար լույսի բանակը միշտ եղել է որպես մտքի գեներատոր։ Անենք մի բան նույնությամբ կրկնեն, վերցնեն նույն ձևաչափը, վերցնեն լոզունգները փոխեն իրենց ձևով, անենք հայտարարություն վերնագրված, նույն վերնագրով մի քիչ փոխած անեն իրանք եւ այլն։ Ես չեմ ճանաչում քաղաքական դաշտ, ես ուղղակի քաղաքական դաշտում ճանաչում եմ անհատների, որոնք 2 կամ 3-ն են, ոչ ավել։ Այս մարդկանց հետ ես պատրաստ եմ գնալ առաջ ու գնալու ենք, ինչ ուզում ա լինի։ Նրանց հետ թե առանց նրանց որոշումը իրանցն է, ճիշտ է, մեր հետ կլինեն թե չէ, բայց ես ուզում եմ, որպեսզի յուրաքանչյուրը վստահ լինի, որ ինչ ուզում է լինի, վերածնունդ լինելու է, ու դա վերահաստատվեց մայիսի 1-ին, երբ ինձ համար ավելի քան պարզ դարձավ ու եւս մեկ անգամ վերահաստատվեց ներկայիս իշխանության, կոնկրետ Նիկոլի դեմքով վախը հենց մեր շուրջ համախմբվող մարդկանց հանդեպ։ Տեսեք, ինքը
կամ մենակ տեսել է, կամ համ կազմակերպել, համ տեսել է իր ձևական ընդդիմության հավաքները ու շատ մարդիկ այդ ամեն ինչը տեսնելով ինձ ասում են դե հենա, ասենք, այսինչ օրը, այսինչ մարդը 30,000, 50,000, 100,000 մարդ հանեց, ինչ եղավ, որ հիմա պետք է լինի։ Ես ամեն անգամ ասում եմ, այդքան մարդ հանեց նա, ոչ թե ես։ Հիմա լավ, եկեք պատկերացնենք ոչ թե 70,000-ը, ոչ թե 100,000-ը, այլ ինչքան բնակչություն կա Հայաստանում, մոտ 3 միլիոն մարդ դուրս գա փողոց, խնդիր չկա։ Եթե այդ կազմակերպողը, եթե առաջնորդը այդ 3 միլիոն մարդու ասի աղոթեք, երգեք, կամ ամենամյուսի նման էլի, ամենակուլմինացիոն պահին ասի վերջ, հետ են գնում ամփոփելու, ինչ պետք է լինի որ։ Այսինքն ինչ կապ ունի, որ այդքան մարդ հավաքվել է, եթե առաջնորդը ի սկզբանե չի ունեցել նպատակ, մտադրություն, խիզախություն, ծրագիր գործելու։ Ես խնդրում եմ սա այն մարդկանց համար, ովքեր փորձում են համեմատական տանել ու եզրակացություն անել նրանից, որ սրա մոտ չստացվեց, ձեր մոտ ոնց պետք է ստացվի։ Հենց մեր մոտ է ստացվելու։ Հենց մենք ենք ունակ ու ի վիճակի բավարար քանակությունը տանել այն գործողության, որը կբերի հաղթական արդյունքի, նպատակի իրականացման։ Եթե չլինեն մարդիկ, ովքեր խոստանում են ներկայանալ, ովքեր խոստանում են ու մի բան էլ շնորհակալ են, որ վստահեցնում են իրանք են լինելու, մոտավոր հաշվարկ անում ես, ասում ես այսքան մարդը բավարար է, ստարտի համար գոնե։ Բայց գալիս ես, տենում ես, որ մարդիկ ընդհանրապես քեզ սուտ են ասել, չեն գալի։ Դրա համար հիմա լրիվ ուրիշ ձևաչափ ու մեթոդ ենք բանացնելու, որը չեմ կարծում կլինի այդքան հանրային ու չի լինի այլևս զուտ խոսքերի վրա հիմնված վստահություն, որը ոնց տեսանք մեկ անգամ չէ, այլ մի ամբողջ 3 անգամ դուրս եկա, որ մարդիկ խոսքի վրա առյուծներ են, բայց իրական գործում, չգիտեմ, խառը գործերով զբաղված մարդիկ։ Ուրեմն ես այս ամենաթարմ չեմ ուզում ասեմ վերջին էլի, հանրահավաքին ազատության հրապարակում խոստացա ու հիմա վերահաստատում եմ խոստումս, որ մեր հաջորդ դուրս գալը լինելու է երաշխավորված այն քանակով, որը մեզ պետք է ստարտի համար։ Ու նաև ասել եմ, որ եւս վերահաստատում եմ, որ ոնց ու ինչ ես գիտեմ, մենք կանենք։ Մենք մտքի խնդիր, գործելու խնդիր չունենք։ Ուղղակի հիմա այն ժամանակահատվածն է, երբ մենք պետք է հանդիպենք ոչ միայն Երևանից դուրս մարդկանց, մեր հայերին, այլև Հայաստանից դուրս, որովհետև շատ հին վաղուցվա խոսք կա, երբ երկիրը լքում են մտավորականները, իրական, ոչ թե ինքնահռչակ, գիտնականները, այն մարդիկ, ովքեր պիտանի են ազգին ու հայրենիքին, երկրում գալիս են իշխանության սրա նմանները, այն անցորդներ ուղղակի, որ ոչ հայի հետ կապ ունեն, ոչ Հայաստանի, ոչ ազգայինի, ոչ մի բան։ Մեզ պետք է այդ մարդկանց վերականգնումը Հայաստանում, այն մարդկանց, ում Հայաստանը լքելու պատճառով տեղ գտան սրանք ու սրա նմանները։ Դրա համար մի քիչ ժամանակ պետք է տրամադրվի այդ հանդիպումներին պարտադիր, կրկնում եմ, ինչպես Երևանից դուրս Հայաստանի տարածքում, տենց էլ Հայաստանից դուրս տարբեր համայնքների կամ անհատների հետ։ Կլինեն վայրեր ու ուղղություններ, որոնց մասին հրապարակել չի կարելի ու չենք հրապարակի, այն ինչը հրապարակելու է, ինքներդ էլ կտեսնեք հանդիպումները, կհասկանաք, որ հաջորդ անգամ լույսի բանակի դուրս գալուց անխուսափելի է լինելու մեր հաղթանակը։ Սա թող իմանան համ մեր ընկերները, համ մեր թշնամիները, համ բարեկամները, համ չուզողները, բոլորը։ Ընդդիմության այսօրվա այս անիմաստ նորից էներգիայի կուտակումը իբր իրանք պետք է անեն impeachment, ենթադրում եմ ու 90%-ով համոզված եմ, որ տենց էլ լինելու է։ Գալու է այն պահը, որ իբր վերջ իրանք պատրաստ են, այն դեպքում, որ իրանք էլ, դուք էլ, ես էլ, բոլորս
գիտենք, որ իրանց մոտ դա չի ստացվելու, հեչ չէ քանակային պակասից, չեմ ասում մնացած հանգամանքները, չեմ էլ ուզում շատ խորանալ, չի ստացվելու, բայց նորից գեներացնելու են ու մոբիլիզացնեն մարդկանց, ում հանելու են փողոց, իբր այդ փողոց դուրս գալու արդյունքում կարողանալու են ճնշում գործադրել, որ չգիտեմ ինչ, ու նորից այդ դուրս եկած մարդիկ գալու են տուն ու երևի արդեն վերջին անգամ իրանք ասեն վերջ, էլ ոչ մեկ է դուրս չեն գալու։ Էսա անդիմության նպատակը, անել ամեն ինչ, որպեսզի հայ մարդը ինքը իր մեջ այլևս ուժ չգտնի դուրս գալու, որովհետև հա հերթական անգամ հիասթափվում է։ Իսկ հայ մարդուն ես խորհուրդ կտամ ու կխնդրեմ, որպեսզի մինչև հիասթափվելը մի պահ ինքներդ ձեզ հաշվետու եղեք, թե կոնկրետ ումից եք հիասթափվում, անդիմություն, որի նպատակն է հենց ձեզ հիասթափության տանելը։ Իսկ դուք փորձեք ոչ թե այդ անդիմության, այլ իրական անդիմության հետ դուրս գալ փողոց։ Այդ ժամանակ կարող ասեք հիմա բոլորից ենք հիասթափված, բայց այն դեպքում, երբ մենք միշտ ենք մեր խոսքին տեր եղելու, հիմա էլ ենք պատրաստ, ուղղակի հիմա կրկնակի ու եռակի անգամ ավել, եթե ոչ տասնապատիկ, դուրս եկեք մեր հետ, երբ որ օրը գա։ Ես չեմ կարծում, որ իմիգրանից պետք է օր ասվի, որ այս օրը նորից, չէ, մենք լիքը գործ ունենք ու շատ կարճ ժամանակում պետք է հասցնենք։ Ամենամինիմումը դա հանդիպումներն են, երբ որ ամեն ինչ կլինի, նորից եմ ասում, կարաք հետևեք իմ անձնական տելեգրամ ալիքին, որտեղ կծանոթանաք վերածննդի շարժման ընթացքին ու ինքներդ կհասկանաք, կիմանաք, թե երբ ու որտեղ պետք է լինեք։ Դա տենց, այս ընթացքում ես շատ անգամ չանդրադարձա որոշ ադրբեջանցիների ու թող այդ ադրբեջանցիները լավ իմանան, որ ես ոնց որ եթերում, տենց եթերից դուրս միշտ տեր եմ իմ յուրաքանչյուր խոսքին։ Ես ոչինչ չունեմ ասելու նրանց, ովքեր չաջակցեցին վերածննդի շարժման, իրանց իրավունքն է։ Չնայած որ պետք է որ աջակցեին, բայց այն մարդիկ, ովքեր փորձեցին ծաղրել հայրենասիրությունը, այն մարդիկ, ովքեր փորձեցին դեմ խոսալ կամ ինչ-ինչ կասկածի նշույլներ գցել հանրության սրտում, վերածննդի շարժման հետ կապված, մեր հետ կապված, իրանք բոլորը, ես չգիտեմ ազգությամբ ինչ են կամ ոնց են ծնված կամ ինչի համար, բայց էությամբ իրանք հակահայ են, իսկ ամենավառ հակահայը դա ադրբեջանցին է այսօր։ Նենց որ ես չեմ կարծում, որ adekvat մարդիկ իրանց հայրենիքի ճակատագիրը կկախեն այդ on-line ադրբեջանցիների վրա ու իրանց հույսով կփորձեն որոշել Հայաստանի ճակատագիրն ու ապագան։ Ես նորից եմ ասում, միգուցե որոշներին տղամարդկանց, ասենք, հա, եթե դրան կարելի է կոչել տղամարդ, ասենք արտաքինս դուր չգա, ինքը ուրիշ արտաքինով տղեկի է սիրում, ենթադրենք, կամ չգիտեմ մարմնի կառուցվածքի կամ ձայնի կամ չգիտեմ ինչի։ Այս մարդիկ, ես չգիտեմ, ձեր հայրենիքի ապագան որոշողն են, կամ մարդիկ, ովքեր միտումնավոր կարան դրթեն այն թեմաների բարձրաձայնման, որոնց արդյունքում լիքը մարդ կարող ուղղակի տուժվի, այլ կերպ ասած փուռը տան, սրանցից է կախված ձեր հայրենիքի ճակատագիրը ըստ ձեզ, կամ մարդիկ, ովքեր հանրային ասվածս խոսքը, որից ուրիշ ձև կամ որի հակառակ ասել ուղղակի չի կարելի, որպեսզի շարժումը չտուժի ու վերցնեն այդ բառը ներկայացնեն, որ այս սրա համար վստահելու չի, այդ կարճ մտածելակերպով անպատասխանատուների կարծիքից է ձեր հայրենիքը կախված, սիրելի հայ ազգ, թե չգիտեմ են յուղոտ, ճենջոտ, տարբեր տարիքի էքերի ստատուսներից կամ զրպարտանքներից, ինչից։ Եթե ուզում եք հայրենիք փրկվի, հայրենիքը
միշտ կախված ա եղել զորավարներից, սպարապետներից, զինվորից, ազգի միասնականությունից, ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի անհատականություն լինելուց, բայց ոչ երբեք, չգիտեմ որտեղից, անպատասխանատու որակավորումներ ու մեկնաբանություններ անող ինչ-որ կերպարների կարծիքից, ոնց որ այսօր մարդիկ որոշում են Հայաստանի ճակատագիրն ու ապագան։ Հիմա թող մեկը իրանցից ասի, որ ես սենց օնլայն խոսում եմ ու բան չեն կանում։ Ես կարամ ասեմ, որ իրանք օնլայն խոսում են ու բացի վնաս տալուց ուրիշ ոչինչ չեն անում։ Ու առհասարակ, եթե դուք խոսում եք Նիկոլին դեմ, ու այսօր կա շարժում, որը դեմ է Նիկոլին ու Նիկոլի գրպանի ընդդիմությունից չի, ապա ձեր որ մասը ու ինչի համար է մռմռում, ու եթե այդքան մռմռում է, ինչի չեք քսվում պատերին, այլ հարությանը հրամցնում եք ձեր տափակ, անպատասխանատու, շեղված սեռական կողմնորոշմամբ պայմանավորված, ինչ-որ մտքեր, կարծիքներ ու մեկնաբանություններ։ Հիմա ենթադրենք, ես այն կամքի տերը չեմ, որը կամ իրականում, ասենք թե վերջ, սենց հիասթափվեցի ու էլ վերածննդի շարժումը առաջ չի գնում, օրինակ, ասենք ձեր նման մեկն եմ, էլի, ասենք թե, ինչ շահեցիք այս վերածննդի շարժմանը դեմ բարբաջելով, դուք ձեր բոլոր հետևորդներին տվեք հաշվետվություն որպես տղամարդ, եթե մի շարժում Նիկոլի դեմ է, այո, կարա թերի լինի, կարա մի քիչ սխալ լինի, մի քիչ թույլ լինի, մի քիչ ուժեղ լինի, մի քիչ էս լինի, եթե դու իրոք սրտացավ ես ու հայ ես, դու խորհուրդ կտաս, դու կկապվես, դու կաջակցես, դու կօգնես, եթե իրոք Նիկոլին դեմ ես, իսկ Նիկոլին դեմ նշանակում է դեմ լինել Արցախի հանձնմանը, Սյունիքի հանձնմանը, Տավուշի ու սեն շարունակ, ուրամ դուք դեմ չեք, դուք սուտասան եք, որ հանրությանը խափում եք, իբր դուք դեմ եք ներկա իշխանություններին, դեմ լինողը երբեք մյուսին, ով ևս դեմ է, հակառակ չի խոսա, այլ խորհուրդ կտա, կաջակցի, կմիանա, ինքն էլ իր ձևով կշտկի ու կուղի, ոչ թե կնստի կբարբաջի, մի հատ էլ հայրենասիրությունը կորակավորի աթոռակռիվ կամ եսիմինչ, ու գտնեն բառեր, որոնցով կարելի է մարդկանց իբր հետ վանել։ Դուք չեք կարա հետ վանեք adekvat ու ինքնավստահ կայացած մարդկանց։ Դուք կարող եք ընդհանրապես ձեր մասին այսպես կարծիք լսել, որը ցանկացած պահի ու ցանկացած ձևաչափով ես կարամ հիմնավորեմ ձեր այսպես երեսին ասելով, էկրանով ասելով, թե ոնց ուզում եք։ Ուրեմն մարդիկ, ովքեր հայրենասիրության վրա կծաղրեն, ովքեր կփորձեն խանգարել իրապես հայանպաստ գործունեությանը մանավանդ առանց տեղյակ լինելու դրա հիմքերից, ծրագրերից եւ այլից այն դեպքում, որ այդ ամենահանրայնացված ուղղակի իրանք ժամանակ չեն ունեցել, բայց դրա հետ մեկտեղ իրանց անպատասխանատու հալով տալիս են որակավորումներ, այնքան որ այդ շարժումը վիժեցնեն։ Գլուխները պատով են տվել, երեսները քարով, թե կարող են վիժեցնել, որտեղ այդ շարժումը առաջնորդում եմ ես, իսկ ինձ նահանջել, հուսահատվել, վախենալ, չգիտեմ ինչ, sense բառերը անծանոթ են։ Այս մարդիկ, նույնիսկ այդ փորձը անողները, իրանք էությամբ հակահայ են, ու նորից եմ ասում, հակահայ ամենավառ տարբերակը դա ադրբեջանցին է։ Հիմա սիրելի հայ ազգ, դուք նստած լսում եք էությամբ ադրբեջանցիների, որպեսզի փրկեք ձեր երկիրը կամ հասկանաք, թե ձեր երկրում ճիշտ ու սխալը որն է։ Ես, եթե դուք այդպիսին եք, ես իհարկե բոլորին նկատի չունեմ, բայց եթե կան տենց մարդիկ, ովքեր այդ ադրբեջանցիներից են կախված, ու այդ ադրբեջանցիներից են կախում իրանց հայրենիքի ճակատագիրը, ապագան ու կարծիքն ու որակավորումն ու մեկնաբանությունը, ես ցավում եմ ձեր համար, դուք եւս չեք կարողանում զգալ ոչ հային, ոչ հայանպաստը, ոչ պատասխանատուն, ոչ մի բան։ Դուք ուղակի արևածաղկով կամ ադիբուդիով
զուտ միացրած էկրանից այն կողմ բարբաջանք լսելու սիրահար մարդիկ եք։ Միացնեք, մեկը բլա 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 անի, դուք չրթելով նայեք, համաձայնվեք կամ չէ, փոխեք անցնեք առաջ։ Ձեզ լուծումներ պետք չեն։ Ես մենակ ես կարամ ասեմ, եթե դուք ձեր կարծիքը կախում եք տվյալ հակահայ ադրբեջանցիներից։ Ադրբեջանցիներ, ովքեր մեզ անվանեցին էլ ջհուդ այս ընթացքում, էլ գիտեք, մի խոսքով շատ բան չմանրամասնեմ, որտեվ ինչքան ասեմ, մեկը մի 8 այդքան էլ ավել, չգիտեմ, ով որ պատի ծակի տակ, ծակի մեջ, ես իմ ինչերա խոսում, ինչ անում։ Ես պատասխանատուն եմ իմ արածների, ես պատասխանատուն եմ իմ ասածների ու իմ անելիքների, ոչ թե որոշ տագետ, դեբիլ, հակահայ, անպատասխանատու ոչ մի բաների ասածներին ու բարբաջանքին, ես դրան չեմ տեր, ես իմ արածին ու խոստմանն եմ տեր, ես ասել եմ նորից եմ ասում, թող սա իմանան բոլորը, վերածնունդ լինելու է, վերածննդի շարժումը իր հաղթական ավարտին հասնելու է ու ոչ էրնեք նրանց, ովքեր այս ընթացքում ցույց տվեցին իրենց ադրբեջանական էությունը։ Այս մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, թե իրական հայը ինչի է արժանացնում իրենց նման ադրբեջանցիներին, իրենց նման գիտեք, երբ որ ադրբեջանցին քո դիմաց է որպես թշնամի, դա հասկանալի է, բայց երբ որ ներկայանում են որպես հայ, հետն էլ իբր սրտացավ հայեր ու խոսում են դեմ մի շարժման, որը իր ամեն ինչով բխում է յուրաքանչյուր իրական հայերի շահերից, դրա դեմ խոսալով լինելով մեր մեջ, հասկանում եք ինչ եմ ասում, այն տրոյական ձիու պես եկե մտել են հայ ազգի մեջ, տարբեր դեմքերով ներկայանում են որպես հայրենասերներ, որպես ընդդիմադիրներ, բայց իրական ընդդիմադիր շարժմանը ինչ անուն ասես, կպցնում են, խաթարում, խանգարում եւ այլն անցնում են առաջ։ Ուրեմն ես հիմա դիմում եմ բոլոր այդ ադրբեջանցիներին ու ադրբեջանուհիներին։ Ձեզանից շատերի հետ կապված արդեն լիքը գործեր կան դատարանում։ Շուտով ձեզ ծանուցում էլ կգա, շուտով որ ուզեք թե չուզեք, պետք է մտնեք ու հանրային կերպով հերքեք ձեր բոլոր բարբաջանքներն ու մի հատ էլ ներողություն խնդրեք, մի հատ էլ ֆինանսավորեք, որպես տույժ վերածննդի շարժումը։ Այն մնացածը, այն որ ցանկացած ձևաչափով ես պատրաստ եմ ձեզ հիմնավորել, որ դուք էությամբ ադրբեջանցի եք, անկախ նրանից թե ազգությամբ ով եք։ Դուք հիմա ստիպված եք լինելու ապրել որպես ադրբեջանցի յուրաքանչյուր գիտակից հայի աչքերում։ Դա ձեզ դուր է գալի, բնականաբար դա ձեզ դիսկոմֆորտել չի, դա ձեր էության պորտկումն ու արտահայտումն է, որը սենց թե նենց նորմալ ու բանական էր։ Հաջորդ հայկական, հայանպաստ որևէ մի գործի շուրջ դուք եւս բարբաջելու եք դրա դեմ, որովհետև դուք ձեր իբր ում դեմ եք, ձեր Նիկոլի նման տանել չեք կարողանում ազգայինը, ճշմարտությունը, տղամարդկայինը, հայկականը, դուք ուղղակի դա տանել չեք կարողանում։ Եթե դուք դա տանել կարողանայիք, նախ ձեր տրամադրվածությունը կլիներ այլ, ու երկրորդը երբեք չունենալով կանացի բնույթ ու էություն չէիք հիմնվի բամբասանքների վրա։ Իսկ դուք հիմնվում եք ու տրամադրվում եք վատ զուտ մաքուր ազգային շարժումներին։ Նենց որ ժողովուրդ ջան, ես այն մարդկանց մանավանդ ովքեր համախոհ են, մենք այլևս մեր հույսը չենք դնելու ոչ սուտ ասող մարդկանց վրա, կամ մարդկանց ովքեր ասում են ու ճիշտ դուրս չի գալիս։ Դուք առավել եւս այս անպատասխանատու բարբաջող ադրբեջանցիներին կամ ինչ-որ բան գրող կամ վիժված քան նա ով կարա ծաղրի հայի հայրենասիրությունը, եթե տեսեք այսօր հայրենասիրական բան ես ասում, այո, ազգայինը դա խորություն է, իսկ խորքից ասված բառը դա կենցաղից շատ բարձր է ու իրանց ընտելացած բառապաշարին նման չի։
Սրանք դա որակավորում են որպես պաթոս, որպես ձևականություն, որպես աթոռակռիվ ու չգիտեմ ինչ։ Ես նորից եմ ասում, այն հայը, ով իրապես հայրենասեր է ու սիրում է իր հայրենիքը ու պատրաստ է դրա համար ամեն ինչի ու բազմիցս դա ապացուցել է, այդ ամեն ինչը ծաղրի ենթարկողը թերա գնահատման հանձնողը միտումնավոր, դրան խանգարողը կամ խանգարելու փորձ անողը հակահայ վիժվածքա, ուռուցքա հայ ազգի ներկայի ու ապագայի համար, անկախ նրանից ինքը ուղակի Facebook-յան օգտատերը, պատգամավորը, բլոգերը, երգիչը, դերասանը, թե ես չգիտեմ ով ուզում է լինի, սա հստակ իմացեք, ու ես նորից եմ կրկնում, ոչ երնեք ձեզ, երբ օրը գա, այդ օրը գալու է, հիմա կարակ թպրտակ ինչքան ուզում եք, ոնց ուզում եք, հիմա ձեր ժամանակն է, որովհետև իշխում ու տիրում է ձեր Նիկոլը, հիմա ինչ ուզում եք արեք, վերածննդի շարժման հաղթանակը շատ մոտ է, այնով ի վիճակի է տեսնելու իրականությունը, ում կողքով չի անցել կյանքը ու հասկանում է թե մարդուց, թե իրականությունից, չի կարա իմ աչքերի մեջ տեսնի հուսահատություն, տեսնի ինչ-որ վախ կամ նահանջի միտում, յուրաքանչյուր արգելք ավելի շատ է գրգռում իմ ախորժակը, դա հիշեք, ու ոչ երնեք ձեզ, որ փորձեցիք իհարկե չի ստացվելու, երբեք չի ստացվելու, ոնց ուզում եք մեջտեղից ճղվեք, ոնց ուզում եք ձեր մռմռացող տեղերը, որ պատին ուզում եք քսեք, ձեր մոտ չի ստացվելու իմ նման հայի նպատակը կամ գործունեությունը թողնել կիսատ կամ դուք բոլորդ միասին վերցված այդքան չկաք, ես վստահեցնում եմ ձեզ, դուք միասին անգամ չունեք այն օժտված զորությունը, որով կարաք խոչընդոտեք կամ խանգարեք կամ չգիտեմ, դուք անպատասխանատու հակահայ չկայացած լայքի ու փողի մեռած վաղը մյուս օր պաշտոնի հույս ունեցող դատարկ տեղի վրա, ասենք դեգեներատ մարսած կանֆետ ուտող եսիմ ինչ եք, դուք մարսած կեր ուտող եք, հասկանում եք, ընդհամենը, դրա համար հլը շարունակեք ուտել բոլոր մարսած կերերը, ով որտեղ ինչ ուտում ու մարսում է, ձեզ բարի ախորժակ դրանից հետո, ու իմացեք հաստատ, վերածնունդ լինելու է, հայեր ջան, այն որ տրված էր համարներ զանգում էիք, այն որ տարբեր միջոցներ SN են, հիմա ընդհանրապես հետևեք Telegram-ում իմ անձնական ալիքին, որովհետև ընդեղի հրապարակումները ավելի հաճախ են ու շատ անգամ էլ շատ արագ ու շուտ ու շտապ ու կարևոր, քան ստեղ YouTube-ի այս ձևաչափը, որովհետև սա ընթացք է, որը ժամանակատար է, ընդեղից ավելի շուտ, ավելի շատ բան կիմանաք կտեսնեք, ես ուզում եմ, որ բոլոր մեր աջակիցները իմանան, որ վերածննդի շարժման հաղթանակը անխուսափելի է, ինչ ուզում է լինի, ոնց կայիք պատրաստական, տեն շարունակեք մնալ, շատ շուտով դուք կտեսնեք, կմասնակցեք ու կվայելեք այդ հաղթանակը, այս պայի համար, այս օրվա համար դեռ այսքանը այսօր մայիսի 6-ն է դեռ, ամեն ինչ արջևում է, այն ինչ մենք արեցինք, իմացեք, որ սա ընդհանրապես ռազմինկա էր, մեր համար լիքը բան պարզ դարձավ, Նիկոլի վախի աստիճանը, դրա ընդդիմության վախի աստիճանը, ու ես չեմ ուզի, որ դուք ձեր հույսը դնեք այս ընդդիմության, այս բաների վրա, իբր impeachment, հեսա Նիկոլից պրծնում ենք, չգիտեմ ինչ ենք, կա մի լուծում, դա ամեն կերպ ընտրությունների չգնալն է, ամեն կերպ արգելելն է ընտրությունների իրականացման, եթե ուզում եք արմատապես ու իրականում բան փոխվի, իսկ դրա համար կանք մենք ու ուրիշ ոչ մեկ, որովհետև ում հետ խոսում ես, բոլորը գնում են ընտրությունների,
գիտակցելով, որ ոչինչ չի փոխվելու։ Եթե դուք ուզում եք բան փոխվի, դուք պետք է լինեք վերածննդի շարժման մի մաս, որը դատապարտված է հաղթանակի, ուրիշ տարբերակ գոյություն չունի ու բոլորն են դա տեսնելու։ Բոլորն են դրանում համոզվելու, իսկ աջակիցները լինելու են դրա ուղիղ մասնակիցը ու հաղթանակի ցնծության կիսողը։ Թերևս այսքանը կասեմ, մնացած բոլոր հետևությունները թողում եմ յուրաքանչյուր adekvat ու կայացած մարդու վրա։ Դուք լավ գիտեք, լավ եք տեսնում, ով է, ով ինչի է ընդունակ, ով է պատասխանատու, ով է անպատասխանատու, ով է թռած, ով է ստեղ գետնի վրա, ով է ինչու ոնց։ Դուք ձեր վերլուծությունը կարաք հանգիստ անեք։ Ուղղակի ձեզ հարց տվեք, ձևաչափն էլ ասեմ, ով է սա ու ով է նա։ Սա որտեղ է, նա որտեղ է, սա ինչքան բան ունի արած, նա ինչքան բան ունի արած, սա ինչի է ընդունակ ու պատրաստ, սա ինչի է ընդունակ ու պատրաստ։ Ձեր բոլոր պատասխանները դուք կստանաք, դրեք նժարի վրա համեմատեք ու կզգաք, կհասկանաք։ Նայեք ուղղակի աչքերի մեջ բոլորի, ու մի հատ հասկացեք ում հայացքի մեջ է սերը ձեր ու ձեր ընտանիքի հանդեպ։ Ու ով է ընդամենը ձեզ դիտարկում որպես բանկոմատ լայքող կամ իր դիտումների հաշվին գումար աշխատող կամ ձեր հաշվին ինքնահաստատվող։ Այս ամեն ինչը շատ հանգիստ կարաք վերլուծեք, եթե կյանքը ձեր կողքով չի անցել, ու ինքներդ ձեզ տվեք հաշվետվություն, ում եք լսում, ինչ հիմքով եք հիմնվում դրա բարբաջանքի վրա, ու ում կողքին եք կանգնում, ում կողքին ոչ ու ինչի համար հանուն ինչի։ Բարդ բան չկա, ես վստահ եմ, յուրաքանչյուրդ էս ամեն մի վերլուծությունից հետո կկանգնեք մեր կողքին ու էլ ավելի հեշտ ու շուտ վերածննդի շարժումը կտոնի իր հաղթանակը։ Առանց դրա էլ մեկատոնելու է։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ես անձամբ ուրիշ կյանք, ուրիշ նպատակ, ուրիշ անելիք, ուրիշ առօրյա, ուրիշ էություն չունեմ։ Իսկ ինձ ճանաչողները գիտեն, երբ որ ես մի բան ուզում եմ, երբ որ ես դրան տրվում եմ իմ ամեն մի բջիջով ու մտքով ու էությամբ, հոգով, սրտով, դա չիրականանալու ոչ մի շանս չունի։ Բոլորին նպատակները միշտ դատապարտված են հաղթանակի։ Երանի նրանց, ովքեր ի սկզբանե հավատացին ու կողքս են։ Ես ոչինչ չեմ մոռանում։ Ես ոչինչ անպատասխան չեմ թողնում, ոչ լավը, ոչ վատը, ոչ աջակցությունը, ոչ խանգարելը, ոչ անտարբերությունը, ոչ ասել, խաբել, թռնելը, ոչ ասել, հավատարիմ մնալ ու շարունակելը։ Ես էլ տենց եմ ու այս ամեն ասածից իրականացման օրը շատ շուտով բոլորն են տեսնելու, նորից եմ ասում, ընկեր թե թշնամի, սատարող թե չուզող, բոլորը։ Նենց որ այս պայամար դեռ այսքանը ես չէի կարա եթեր չանեի, չասեի են մարդկանց ինչու ոնց է, ովքեր ֆիզիկապես հնարավորություն չեն ունեցել ներկա գտնվելու ազատության հրապարակում մայիսի 1-ին, բայց հետաքրքիր է ինչ եղավ ու ոնց։ Ավել բան կարևոր չկա ասելու, այսքանը շատ կարևոր էր ու ես թվում է բոլորիդ լիքը բան պարզ կդարձնի։ Եթե չէ, ոնց որ ասում են, դա էլ ձեր ընտրած ուղին ու ճանապարհն է։ Լավ մնաք, իրական հայեր, Աստված առատապես օրհնի բոլորիս բարձր սիրով ու ճշմարտությամբ ու օրհնի շուտափույթ վերածննդի շարժման հաղթանակի իրականացման։ Լավ մնաք։